Իսլամ Իսլամը ծնունդ է առել արաբական թերակղզում 7-րդ դարում։ Իսլամի հիմնադիրը Մուհամմադն էր։ Նա Աստվածաշնչին, հրեական ու քրիստոնեական կրոններին ծանոթանալով իրեն հռչակում է մարգարե և 610 թվականին սկսում է քարոզչություն, ստեղծելով մի նոր կրոն։ Նոր կրոնի հիմքում միաստվածության գաղափար էր ընկած։ Հանդես գալով Ալլահի մարգարե, Մուհամմադը կոչ էր անում հրաժարվելու հեթանոսությունից և ընդունելու միակ Աստծո Ալլահի գոհությունը, խորհելու հանդերձյալ կյանքի մասին, ապրելու արդարացած կյանքով։ Մեքքայի մեծահարուստները հալածանքներ սկսեցին ոչ միայն մարգարեի, այլ նաև նրա տոհմակիցների դեմ։ Մահացու վտանգը ստիպեց Մուհամմադին 622 թվականին փախչել Յասրիբ։ Այդ տարեթիվը համարվում է իսլամի թվականության սկիզբը։ Մուհամմադի մահից հետո նրա հետևորդները մարգարեին քարոզները հավաքեցին մի ժողովածուի մեջ, որը դարձավ մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Բացառի նշանակում է բարձրաձայն ընթերցանություն։ Իսլամի դավանանքի համաձայն յուրաքանչյուր մուսուլման պետք է հավատա, որ Ալլահից բացի չկա ուրիշ Աստված, և Մուհամմադը նրա մարգարեն է։ Մուհամմադի մահից հետո իսլամը բաժանվեց երկու խոշոր ուղղությունների՝ սուննիների և շիաների։ Ինչպես մնացած կրոնները, իսլամը նույնպես ունի իր սուրբ գիրքը, որը կոչվում է Ղուրան։ Այն բաղկացած է 114 սուրահներից։ Մուսուլմանների կարծիքով Ղուրանը Աստված 22 տարիների ընթացքում Ջիբրիլ հրեշտակի միջոցով փոխանցել է Մուհամմադին։ Իսլամը ճշմարիտ մուսուլմանի վրա դրել է 5 հիմնական պարտականություն։ Ա. Հավատալ, որ գոյություն ունի միայն մեկ Աստված՝ Ալլահը, իսկ Մուհամմեդը նրա մարգարեն է։ Բ. Օրական 5 անգամ աղոթել, որպեսզի հավատացյալները չմոռանան այդ մասին։ Գ. Տարվա մեկ ամսվա ընթացքում պահպանել գլխավոր պասը, բացի հիվանդներից և երեխաներից, արևածագից մինչև մայրամուտ։ Դ. Եկամտի կամ ավարի 1/5 մասը ծախսել բարեգործության վրա։ Ե. Եթե հնարավոր է, կյանքում գոնե մեկ անգամ կատարել ուխտագնացություն դեպի սրբազան վայրեր՝ Մեքքա։